Քոչարյանի ու երկու օլիգարխների մակիցները որևէ կերպ չեն ասում, որ իրենք իշխանության գալու դեպքում ստորագրելու են խաղաղության պայմանագիրը։ Ինչ բառախաղի ասես չեն դիմում։ Մեկ ասում են մեզ հավելյալ երաշխիքներ են պետք, մենք ասում են հավելյալ երաշխավորներ պիտի փնտրենք, մեկ ասում են տեքստ ենք բանակցելու, վերաբանակցելու, ինչ ասես ասում են, բայց չեն ասում հետևյալ պարզ բառերը. եթե գանք իշխանության, ստորագրելու են խաղաղության պայմանագիրը։ Ինչու չեն ասում, որովհետև իրենց առջև խնդիր է դրված քանդել այն ճարտարապետությունը, որը այսքան տարիների զրկանքներից, զորից հետո ի վերջո մեզ հնարավորություն է տվել շունչ քաշել եւ ունենալ տեղական խաղաղություն։ Այն ճարտարապետությունը, որի շնորհիվ արդեն 2 տարի, մի փոքր ավել 2 տարուց մեր սահմաններին որևէ զինվոր չի զոհվել հակառակորդի կրակոցից։ Այն ճարտարապետությունը, որը մեզ վերջապես դուրս կհանի շրջափակման պայմաններից եւ թույլ կտա Հայաստանի ժողովրդին հարստանալ։ Հայաստանի ժողովրդին, ոչ թե իրանց Քոչարյանին ու օլիգարխներին։ Այս ճարտարապետության դեմ են նրանք պայքարում եւ 2026 թվականը այս առումով շատ կարեւոր տարի է լինելու, որովհետեւ մենք պիտի տեր կանգնենք այս խաղաղությանը, մենք պիտի տեր կանգնենք այն ամենին, ինչին հասել ենք այսքան մեծ զրկանքների գնով եւ չպիտի թույլ տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին որոշել մեր երկրի ճակատագիրը։ Լավ եղեք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար